Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն սիրելի հեռուստադիտող, սիրելի բարեկամներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ամերիկայի հայկական արմատներ հաղորդաշար։ Աշխարհի որ ծայրում էլ որ լինեն հայերը, շարունակում են ստեղծագործել եւ տարածել հայկականը։ Նման վառ օրինակ է բոլորիս կողմից սիրված, ճանաչված հիթերի հեղինակ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։ Այսօր խոսելու ենք մայեստրոյի հետ։ Մայեստրո ջան, ողջույն, ողջույն, շատ լավ, մերսի։ Ուրախ եմ ձեզ տեսնել Արևային Լոս Անջելեսում։ Շնորհակալություն, որ ձեր ժամանակից հատկացրեցիք, մեզ հյուրընկալեցիք։ Մայեստրո, փողոցում նվագելուց մինչև աշխարհահռչակ բեմեր, աշխարհի լավագույն երաժշտական արտիստների հետ համագործակցություններ։ Հարուստ երաժշտական ուղի եք անցել, տենց երաժշտական հարուստ կենսագրություն ունեք։ Մի պահ, որ հետադարձ հայացք եք նետում։ Ինչ եք զգում, ինչ եք մտածում։ Հպարտություն, երջանկության զգացողություն։ Ինձ համար երջանկությունը դա տևողական կատեգորիա չի, այլ մի երջանիկ պահերի հավաքածու եւ այդ բոլոր բաները, որ նշեցիք, դրանք երջանիկ պահեր են եղել, որ այսպես զարդերի նման կուտակվել են եւ ես իդ նայելով իհարկե հպարտություն եւ երջանկություն եմ զգում։ Մենք էլ, իդեպ, շնորհակալ։ Գիտեմ, որ ձեր երաժիշտ դառնալը ձեր մայրիկի երազանքն է։ Այո։ Դուք դա պատվով կատարել եք բնականաբար։ Այո։ Ու երբ այսպիսի կայացած երաժիշտ եք, կոմպոզիտոր եք, ձեր երազանքը ո՞րն է։ Այնքան հետաքրքիր է, Սոր ջան, ես հիմա ապրում եմ իմ երջանկության, իմ երազանքի մարմնավորության մեջ։ Ինքը մենք հենց կանգնած ենք, շատ խորհրդանշական է, կանգնած ենք մի պատի մոտ, որը իմ երազանքների, երկար տարիների երազանքների մարմնավորացում դա Burbank Music Center-ն է, երաժշտական կենտրոնը։ Ես չէի կարող պատկերացնել, որ իմ կյանքի օրոք այսպեսի վաղ, եթե կարելի ասել հասակում, ես կհասնեմ իմ երազանքի։ Ճիշտ է, երազել չեն դադարում մանավանդ արվեստագետները, ընդհանրապես ես համարում եմ, որ մարդը մահանում է ոչ թե երբ սիրտն է դադարում խփել, այլ երբ դադարում է երազել։ Նա կարող է դեռ ապրել ֆիզիկապես, բայց այդ երազելու ունակությունը մեզ կյանք է տալիս։ Բնականաբար ես երազում եմ։ Ես երազում եմ, որպեսզի այս դպրոցը ավելի մեծանա, ես երազում եմ, որ նվագախումբը, որը ես նորից հիմնել եմ իմ կյանքում այս փուլում, հասնի մեծ հաջողությունների։ Իհարկե այդ երազանքները կան, բայց հիմնական երազանքը ինձ մոտ կատարվել է։ Վայելում եմ դրա արդյունքը։ Մենք ընթացքում կանադառնանք ձեր արդեն ի կատարի եղած երազանքին։ Դուք արդեն երկար տարիներ ապրում ու ստեղծագործում եք Ամերիկայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գիտեմ, որ հունիսի 12-ին այլազգի շատ տաղանդավոր երաժիշտների համախմբել եք։ Հունիսի 12-ին այս տարի արդեն կայացավ համերգը AM Music Lab-ի, որը իմ նորաստեղծ նվագախումբն է, որը որ բաղկացած է տարբեր ազգեր, իրոք տարբեր ազգերի երաժիշտներից, իհարկե հայերից էլ, բնականաբար, բայց շատ յուրօրինակ կազմ է, այն իմաստով, որ կարող եմ ասել, որ առաջին անգամ կյանքում ես ընտրել եմ նվագախմբի երաժիշտների ոչ թե ըստ գործիքակազմի կամ որևէ ֆորմատի, չէ՞ կա սիմֆոնիկ, կամերային եւ այլ ջազային նվագ, այլ ըստ երաժիշտների։ Ինձ համար շատ ավելի ես գնահատում եմ երաժշտին այդ գործիքի հետևը կանգնած, քանց թե ինքը գործիքը, որտեվ կյանքը ցույց տվեց, որ երաժիշտը կարող է անգամ ամենապարզ գործիքից այնպիսի հնչյուններ սփռել, որ ուղղակի փշակահում ես։ Եվ այդ տրամաբանության հետևանքով նվագախումբը շատ հետաքրքիր գործիքակազմ ունեցավ ինձ մոտ։ Այսինքն շվի կա դուդուկ, հետը կա
տրոմբոն, սաքսոֆոն, հետը կա բելարուսական սիմբալ, հայկական կանոն, այսինքն ամեն տեսակի կա ռեկորդեր, այսպես մեր շվիի նման, բայց շատ հեռու ռեկորդեր է կոչվում։ Իսկան գործիքից մինչև այսքան մի աննման աղջիկ, ուրեմն Իսրայելից գտանք իրար շատ պատահական, այդպես իրար կողք դնելով չնաշխարհիկ այսպես ձայն ստացա, շատ նոր ինքնատիպ եւ ունեցանք փայլում ելույթ հունիսի 12-ին, որը կոչվում էր AM Music Lab, AM Արմեն Մարտիրոսյան AM կամ Հայաստանի խորհրդանիշները AM։ Այս թվացել էր AM ժամային։ Չէ, ժամային էլ կարելի ասել։ Բայց AM հենց այդպես Music Lab ինչ որ, ասենք երաժշտական լաբորատորիա, ասենք միտեղ որ կարող ես էքսպերիմենտներ անել, ինչ որ հետաքրքիր բաներ համադրել, թվացial չհամադրվող սկզբում, բավականին առաջ է գնում գործը։ Հիմա այս պահին մոնտաժվում է այդ ամերիկի ֆիլմը, մոտ 45-ից մի ժամանոց այս ֆիլմ։ Իդեպ կանգնած ենք պաստառի առջև, որտեղ հենց այս նվագախումբն է, որը որ տեսնում եք։ Դա մի փոքր մասն է իհարկե, ավելի մեծ է, մոտ 18 երաժիշտ։ Այստեղ փորձում ենք հենց այս շինության մեջ։ Դե գնանք։ ԱՄՆ-ում հիմնել եք Burbank Music Center-ը, որը իմ կարծիքով լավագույն երաժշտական կրթական կենտրոնն է, որը նախատեսված է երեխաների համար։ Պատմեք խնդրեմ ստեղծման ճանապարհը ինչպես եք անցել ու որն էր ձեր մոտիվացիան։ Կհավատաս ամեն օր օրհնում եմ այն օրը, երբ 1 տարի առաջ Գրիգոր Նազարյան, իմ բարեմի ընկեր, պրոդյուսեր, զանգահարեց ինձ եւ ասեց Արմեն արի սուրպրիզ ունեմ։ Եկա այստեղ հասցեն տվեց եւ տեսա որ Գրիգորը իմ երազանքը ուզում է իրականացնել։ Ասեցի առանց քեզ չեմ սկսի, սա իմ գաղափարն է, ասեցի վերջ, միասին անում ենք եւ իրականություն դարձավ։ Մի հատ փոքր սենյակ էր վերևը, հիմա դարձավ մեծ, իհարկե շատ աշխատանք տարվեց։ Հիմա ինչու՞մն է այս դպրոցի ամբողջ իմաստը։ Դպրոցը բարձ է, դպրոց է, բայց նաև ինչու է կոչվում կենտրոն։ Ինքը շատ ավելի խորքային կրթություն է տալիս, քան պարզապես սովորացնում են նոտաներ եւ այլն։ Նա օրինակ սա մեր նախադպրոցական, նախակրթական, ուրեմն երաժշտական խաղահրապարակ կոչվում է 3-ից 5 տարեկան երեխան։ Դա իմ ամենակարևոր այսպես բաժինն է եւ ամենա տարածվածը ամենաշատ երեխա այստեղ ունենք, բոլորը հասկացան գաղափարը գալիս են, երեխաները խաղերի ձևով Չէ՞ որ 3 տարեկան երեխան միայն խաղով կարող ես մի բան սովորեցնել։ Նա չի լսի, ուրեմն ինչ որ տեսություն, բան։ Սովորում են նոտաների անունները, եվրոպական անվանումները, որ Ամերիկայում միայն կոլեջից է սկսվում։ Այսինքն վաղ հասակում ոչ ոք չի ասի, որ իտալացիների ժամանակին անուններ են դրել նոտաներին, որ հեշտ հիշվեն։ Դո, ռե, մի, վես, ամբողջ թվեր, տարեր եւ տևողությունները լեգոյի ձևով, ասենք լեգոն ոնց է, իրանք լեգո են խաղում, բայց սովորում են տևողությունները, քառորդ, ամբողջական, ութերորդական, 16-րդ եւ այլն։ Հետո դասավանդում ենք տրադիցիոն դեռ ինձ հարցնում են, եթե մայստրոյի թե նորից որ հետ գնաս ժամանակով, ինչ որ բան փոխես քո կրթության մեջ, ոչ մի դեպքում։ Ես շատ հպարտ եմ իմ խորհրդային Հայաստանում ստացած երաժշտական կրթությամբ։ Այդ մեթոդները այստեղ կիրառվում են։ Ինչպես տեսա Շարլ Ազնավուրից, այնտեղ պատկերն է, այստեղ էլ ամերիկյան Լեդի Գագան է Գրեմի ստանալուց։ Սա խորհրդանշում է եվրոպական արժեքները բախվում են այստեղ ամերիկյան շատ արժեքներ կան երաժշտական կրթական ոլորտում։ Այդ թորնիկս Բերկլին հիմա ավարտեց եւ իդեպ ինքը իմ ամենալավ խորհրդատուն էր, երբ որ պատրաստում էինք այսպես մեթոդիկան ինչ պիտի, ես անընդհատ զանգահարում էի Արմեն, ինքը ինձ Արմեն ասում, պապիկ չի ասում, Արմեն ասում, ես քեզ հիմա curriculum-ը կուղարկեմ, սա կողմ է, այստեղ սենց ենք անում, այստեղ սենց ենք անում, այդ բոլորը միացրինք այստեղ մի կենտրոնի մեջ եւ արի ուտես դարավ շատ ինքնատիպ յուրահատուկ եւ ծնողները ամիջապես հասկացան ու բերեն ինձ երեխաներին, այսպես ստեղծվեց Burbank Music Center-ը եւ քանի որ նոր է բացվել, մենք արդեն 100-ից ավել աշակերտ ունենք ու չենք սպասում այդքան։
երեխան, մեր կենտրոն երեխաները մտնում են հեքիաթ։ Դա մեր նպատակն էր, երբ որ Գրիգորի դիզայնի մասին էինք մտածում, որպեսզի քեզ այստեղ ծնողները երեխաները մեկ տանում են, չգիտեմ, բարի, սպորտի, լողավազան եւ այլն, բժիշկի, ասած չէ, միշտ տպավորություն է, որ ինչ որ հիմնարկ է, որ նախատեսված է այդ ուսուցման համար։ Ինձ համար երաժշտությունը երբեք չի եղել հիմնարկ։ Ինձ համար երաժշտությունը եղել է հեքիաթ։ Երաժշտությունը եղել է ոչ թե այդ ասպարեզը ինչ որ ինձ համար մի մասնագիտություն, որով կարող ես տուն պահել, դրամ վաստակել։ Ոչ, ինքը եղել է երջանկության հասնելու կարճ ճանապարհ։ Ինքը ամեն ինչը հեքիաթային։ Եվ այդպես էլ մտածեցինք դիզայնը։ Եվ աշխատեց։ Երեխան գալիս է այստեղ ճուզելով, մինչև այստեղ հասնում մեքենայից դուրս է գալիս, հանգարտ էս ինչ է, այ մարդ, էս ուր ենք եկել։ Հեքիաթի մեջ է այստեղ։ Այդպես ստեղծվեց Pluralic Music Center։ Մայստրո, գիտեմ, որ տարբեր երաժշտական ոճերին զուգահեռ նաև կենտրոնում հիմնական առկա է հայկական ժողովրդականը։ Ինչ մեթոդով եք դասավանդում, ովքեր են դասավանդողները առհասարակ, բոլորը հայեր չեն վստահ եմ։ Ոչ, բոլորը հայեր չեն, բայց մասնագետներ են, դա առաջի հերթին, բայց հարցը շատ լավն էր, որտեղ այստեղ կա իհարկե հայկական ժողովրդական երաժշտություն են դասավանդում, ինչպես ինձ են դասավանդել, ինչպես իմ նախնիներին են դասավանդել, բայց մի շատ կարևոր տարբերությունով։ Մենք եթե նկատեցիր այդ միջանցքում Բեթհովեն, Մոցարտ, Ռախմանինովը, Պրոկոֆիև պատկերները, իրենց մեջ այսպես հայտնվում է Կոմիտասը, մի քիչ հետո Արամ Խաչատուրյանը եւ այլ։ Մենք չենք տարանջատում հայկական ժողովրդական երաժշտությունը համաշխարհային մշակույթից։ Ինքը մի մասն է։ Դրանով մենք վերջնականապես ուզում ենք մեզ զերծ պահել այդ գաղութային մտածելակերպից։ Հասկանում եք։ Մյուս ծայրահեղությունն էլ մեծամտությունն է, չէ՞։ Այո, այդ նպատակը, գիտեք ինչ, հայապահպան գործ է, բայց առանց շեշտադրությունների։ Այսինքն մենք սովորեցնում ենք հայկական ժողովրդական, որովհետև դա համաշխարհային արժեք է եւ օտարների համար է։ Գիտեք, երբ որ գտանք իմ մեր այստեղի ուրեմն ֆլեյտայի սրինգի ուսուցչուհուն, ինքը Սլովենիայից էր, եվրոպացի։ Ինչ որ առիթով նկարահանում էինք Instagram-յան այսպես տեսահոլովակներ, կարճ դպրոցի սկզբում եւ ականջով ընկավ Կաքավիկը Կոմիտասի։ Ասեցի, այստեղ դու պետք է նվագես, հա։ Ես գիտեմ ես մեղեդ, ինչ հրաշք մեղեդ է, սա ով է գրել, ասեցի, սա Կոմիտասն է։ Ասեց հայկական է, ասեցի, հայկական է։ Ըստված կատակ է անում, գիտի, որ հայկական է։ Երևում է, որ հայկական է։ Չգիտեր, որ հայկական է, բայց նվագել են Եվրոպա։ Եվ ասում եմ, կատարում ենք մենք այս Կոմիտաս սկսեց Google անել, ոգևորվել։ Հենց այդ ժամանակ էր, որ այս գաղափարը արդեն իսկ մեր մեջ ձևավորվում էր, վերջնականապես համոզվեցինք ես եւ Գրիգորը, որ հայկական ժողովրդական երաժշտությունը պետք է դասավանդվի իբրև մաս համաշխարհային երաժշտություն։ Արամ Խաչատուրյանին շատերը գիտեն, բայց 99% օտարները չգիտեն, որ նա հայ է, ինչ է Հայաստան, բայց երաժշտությունը գիտեն իբրև համաշխարհային արժեք։ Լավ, եկեք մի փոքր էլ խոսենք այստեղի սաների մասին, ինձ շատ հետաքրքիր է, վստահ եմ հեռուստադիտողին էլ հետաքրքիր։ Ինչ ազգի սաներն են այստեղ սովորում։ Դե իհարկե, հասկացա հարցը, Սորժ ջան, իհարկե մենք այդպես էլ սպասում էինք, որ սկզբից հետաքրքրություն առաջին հերթին կառաջանա հայ համար։ Թեկուզ եւ ինձ ճանաչում էին եւ այլն, գալիս էին ծնողները, բայց արյուտես 1, 2, 3 եւ սկսեցին գալ եւ նաեւ օտարներ, այսինքն ոչ հայեր։ Ծանոթ ազգություններից, նույնիսկ չեմ էլ նայում ինչ ազգությունների, բայց դա ինձ շատ է ոգեշնչում։ Ինչու է կարևոր, ես չեմ ուզում օտարները մտածեն, սա ինչ-որ մի հայկական գաղութային երաժշտական կենտրոն է։ Ոչ։ Նրանք գալիս են այստեղ բացահայտում են, որ այստեղ մի մեթոդիկա է կերառվում, որ այստեղ պետք է ուրեմն գնալ քոլեջ հասնել, որպեսզի այսպիսի կրթություն ստանան։ Այսինքն քոլեջը սկսվում է բավականին ուշ տարիքում, որը արդեն ուշ է։ Դա իդեպ ինձ համար դեռ անհասկանալի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն այստեղ, երևի այլ երկրներում էլ այդպես է։
վաղ կրթության բանը, որ մեզ տրվում էր ուղղակի, չգիտեմ, այսպես անվճար բոլորին 7 տարեկանից, 6 տարեկանից, այստեղ բացակայում է։ Կան մասնավոր փոքրիկ, այսպես ուսուցիչներ են տանը պարապում, մեկը դաշնավոր, մեկը ջութակ, մեկը ջութակ։ Բայց այսպեսի կենտրոն, որ երեխաները կան 6 տարի սոլֆեջիո սովորեն, երգչախումբ հաճախեն եւ այլն։ Էլ ինչ որ ես տեսել եմ մանուկ ասել։ Պարզվում է չկա։ Դա եւ այս զարգացած կապիտալիզմի երևի թերություններից մեկն է եւ փորձեցինք այդ բացը լրացնել։ Դժվար է, իհարկե դժվար է։ Դա իհարկե այդ երևույթը ունի տնտեսական բացատրություն։ Այն ժամանակ խորհրդային բոլոր բացասական ես ոչ մի դեպքում հիմա հետ չեմ նայում։ Ինձ համար դա արխայիկ, մեռած հասարակական ուտոպիա է։ Բայց ուներ ինչ-որ լավ կողմեր եւ սա լավ կողմերից մեկն էր։ Դա փորձում ենք այստեղ կամաց եւ ամենիչափես իդեպ առաջին իսկ օրերից քաղաքապետարանը, ժողովրդ բաժինը այստեղի բոլորը այսպես եկել էին հիացած, զմայլված, այս ինչ լավ բան եք անում, մեզ համար սա շատ կարևոր չկա։ Այլապես այսպեսի մեծ շինություն դու չես կարող այսպես վերցնել։ Նույնիսկ եթե ասենք վարձես, ամեն ինչ ունենաս հնարավորություն, նյութական հնարավորություն, չես կարող, չեն տա։ Ամեն ինչ էս փոքրիկ էս բաներ են սարքում, կտրտում։ Ես սա դպրոց է դրա համար, այդպես ընթառաջեցին, բոլորը ընթառաջեցին մեզ, օգնեցին, եւ այդպես կայացավ։ Միքչել խոսենք կինո երաժշտությունից։ Մեծ սիրով։ Դու գիտեմ, որ այդ գործունեության մեջ կինո երաժշտությունը նաեւ ձեր գործունեության մեջ շատ մեծ դեր է ունեցել։ Տեր Ողորմյա, Անահիտ անիմացիոն ֆիլմը, Կյանք ու կռիվ, Օլիմպիկոս, շատ տարիներ առաջ Վիգեն Չալդրանյանի թեթև ձեռքով առաջին իմ ֆիլմը Տեր Ողորմյան էր, ինչպես նշեցիր, դա Վիգեն Չալդրանյանի երբ ես գրեցի երաժշտությունը, ինքը ինձ այն ժամանակ ասեց, որ կանցնեն տարիներ դու միշտ կհիշես, որ ինչի մեջ ես քեզ մտցրեցի, որտեղ դա հիվանդության պես բան է, ես չեմ կարող անել։ Ես երբեք չեմ խտրականություն չեմ դրել ինձ համար, դա իմ գործս լավ եմ արել, եղել են հաջողված ֆիլմեր, չհաջողված ֆիլմեր, միջին եւ այլն, բայց երաժշտության ես միշտ վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ եւ բոլոր ռեժիսորները ում հետ աշխատել եմ կյանքը ցույց տվեց գոհ են մնացել իմ աշխատանքից։ Այնպես որ իմ կյանքում կողքից միշտ այդ կինոյի գործը կա։ Շնորհակալություն մայստրո այս բովանդակալի զրույցի համար եւ ձեր կատարած աշխատանքի։ Խնդրեմ։ Այսօր Բաբաջանյան։ Հայաստանի սահմաններից դուրս հայկական մշակույթի պահպանումն ու տարածումը կարևորագույն գործերից է, որ կարելի է անել Հայաստանի համար։ Սարյան մշակութային կենտրոնը իր մեջ ներառում է Կոմիտաս երաժշտական կրթահամալիրը, նաև պատկերասրահ, որտեղ պարբերաբար ցուցադրվում են հայ նկարիչների աշխատանքները։ Կենտրոնը ծառայում է ազգային ինքնության, մշակույթի և հոգևոր արժեքների պահպանմանը։ Սիրելի հեռուստադիտող, իմ զրուցակիցն է Սարյան մշակութային կենտրոնի հիմնադիր տնօրեն պարոն Աշոտ Գեղամյանը։ Շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք։ Իհարկե, սիրով։ Պարոն Գեղամյան, գիտեմ, որ կենտրոնը հիմնել եք 2023 թվականին 2 տարի առաջ։ Կասեք, ինչ առաքելություն եք որդեգրել եւ կազմակերպչական ինչ ճանապարհ եք անցել։ Այո, իհարկե, պարզապես կուզեի մի փոքր ուղում մտցնել այդ հարցում։ Մենք ձևավորվել ենք դեռևս աղեմի 1990 թվականին խորհրդային Հայաստանում եւ այդ ժամանակ նպատակ ունեինք միավորել երիտասարդ նկարիչներին եւ փորձում էինք հնարավորինս օգտակար լինել նրանց, ձեռք բերել կտավներ, ներկեր, շրջանակներ, նաև որոշ դեպքերում տրամադրել աշխատանքային ստուդիաներ։ Ցավոք այն ժամանակ 3 տարի գործունեությունից հետո դադարեցվեց մեր աշխատանքները հայտնի պատճառներով, ինչպես նաև շատ
մշակութային օջախների։ 23 թվականի վերաբերյալ, այո, արդեն տարիներ անց Միացյալ Նահանգներում մենք նորից վերակազմավորվեցինք, վերսկսեցինք մեր աշխատանքները, իսկ ինչու 23 թվականի, որտեղ 23 թվականին տեղի ունեցավ այս կենտրոնի բացման արարողությունը։ Մեր գործունեությունը դեռևս 35 տարի առաջ է սկսվել եւ միշտ աշխատել, այսինքն ունեցել ենք մեր տեղը, մեր տունը։ Պաշտոնական բացման արդեն մեր կենտրոնի տարածքի, որը մենք տնօրինում ենք, նախկինում մենք բոլոր մեր ձեռնարկները եւ ցուցադրությունները անցկացնում ենք տարբեր վայրերում եւ Silvana Gallery-ում, AGB-ի սրահներում եւ նաեւ Pasadena-ի Gallery-ում, բայց հիմա արդեն մենք ունենք մեր տեղը, մեր ուրույն Art Gallery-ին, մեր պատկերասրահը եւ փորձում ենք իրականացնել այն երազանքը, որը վաղեմի ցանկություններ ունենալ մեր սեփական պատկերասրահը եւ այդ առումով իհարկե ձևավորել մշակութային կենտրոն, որտեղ կընթանան տարբեր դասընթացներ մեր երեխաների համար։ Գիտեմ, որ նաև բազում մշակութային միջոցառումներ եք այստեղ իրականացնում, համերգներ, ներկայացումներ, գրական ընթերցում, կասեք ձեզ համար որն է հատկանշական, որն եք առանձնացնում։ Սարյան մշակութային կենտրոնը իր մեջ ներառում է Կոմիտաս կրթօջախը, երաժշտական կրթահամալիր եւ իհարկե պատկերասրահ։ Ունենք հայերեն լեզվի եւ գրականության դասընթացներ, բոլորս գիտենք, որ լեզուն լեզվամտածողություն է եւ այդ առումով շատ ենք կարեւորում, որ մեր երեխաները ոչ միայն խոսեն հայերեն միմյանց հետ, այլ նաեւ գրել եւ կարդալ իմանան։ Ունենք դաշնամուրի, ջութակի, գիտարի դասընթացներ, հիանալի ուսուցիչներ ունենք, շատ եմ կարևորում նաև կերպարվեստի։ Հայ ուսուցիչներ, թե այլազգի։ Մեր հայ ուսուցիչներ են, հիմնականում հայ ուսուցիչներ։ Ունեցել ենք նաև ռուսազգի ուսուցիչներ, բայց հիմնականում մեզ մոտ դասավանդում են հայ ուսուցիչներ եւ հայերեն լեզուն եւ կերպարվեստի դասընթացները բավական աշակերտներ ունենք խմբում, մոտ արդեն 18-20 հոգի եւ շատ ակադեմիական մակարդակի դասախոս Հրաչյա Աղաջանյանը։ Պարբերաբար անցկացնում ենք ցուցահանդեսներ այստեղ եւ հրավիրում ենք Հայաստանից մեր տաղանդավոր նկարիչներին եւ իհարկե այստեղ ապրող եւ ստեղծագործող նկարիչները։ Այս կարճ երկու տարիների ընթացքում մոտ 18-20 ցուցադրություն ենք ունեցել, գրեթե ամեն ամիս 1-2 ցուցադրություն լինում։ Այստեղ ցուցադրվել են Ալեքսանդր Բաղրամյանը, Տիգրան Հովումյանը, Ալիկ Մարուկյանը, Ալիս Խաչատրյանը եւ շատ ուրիշներ, իսկ Հայաստանից կապեր ունենք եւ անձնապես ստեղծագործողների հետ եւ նաեւ միությունների եւ կազմակերպությունների հետ։ Այսինքն կարելի ասել համագործակցությունը Հայաստանի հետ շատ ակտիվ է։ Միանշան, որովհետեւ ես դա շատ եմ կարևորում։ Առաջին հերթին հիմնական նպատակը նա է, որ այստեղ ճանաչում ունենան Հայաստանում աշխատող ստեղծագործող մեր հայ նկարիչները։ Այնտեղից ունեցել ենք հեղինակներ, ովքեր ցուցադրվել են մեզ մոտ, Կայծակ եւ Փայլակ Վանիկյանները ցուցադրվել է, վերջերս անցավ շատ լավ անցավ Անդրեյ Ժուգարովի աշխատանքների ցուցադրությունը, մոտ 67 գործ այստեղ ցուցադրվեց, մեծ մասնակցություն ունեինք մեր հայրենակիցների այստեղ, այն թվում նաեւ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են Forman Season պատկերասրահը, տնօրենը Արմեն Թուրաջյան, նրա խնդրանքով եւ աջակցությամբ այստեղ անցավ 5 հեղինակների Հայաստանից 5 հեղինակների ցուցադրություն, Շոտա Ոսկանյանն էր ցուցադրվում, Տիգրան Ասատրյանը, Լևոն եւ Գագիկ Աբրահամյանները, հիանալի ցուցադրություն ունեցանք նաեւ գեղանկարիչ Պետո Պողոսյանի, որին հրավիրել էինք Երևանից, իր հիասքանչ երևանյան տեսարանները
պատկերող մի նկարիչ, այն թվում Կարինե Դուլյանը, նույնպես նույն ոճի մեջ է աշխատում, նույնպես հիացմունքով այստեղից մեր հյուրերը գնում էին վայելելով այդ հայկական մթնոլորտը։ Հիմա մենք էլի շարունակում ենք աշխատել, ունենք City of Thousand Oaks քաղաքում մշակույթի կենտրոն կա, որոնց հետ համագործակցում ենք եւ ես փորձում եմ մեր հեղինակներին եւ Ամերիկայում բնակվող այլազգի նկարիչների համատեղ ցուցադրություն կազմակերպել։ Փորձում ենք անենք լավագույնը։ Համեցեք նստենք։ Սիրով։ Նաև հետաքրքրեց այս տարիների ընթացքում ձեր միջոցառումներից եւ նախաձեռնություններից, որն է ձեզ համար հատկանշական, որն եք ավելի կարևորում եւ որ կառանձնացնեք։ Իհարկե, սիրով, նախ ուզում եմ նշել, որ մեր բոլոր ձեռնարկները անցնում են շատ հետաքրքիր մթնոլորտում, ստեղծվում է լավ աուրա, այստեղ հյուրերը բոլոր գոհանակությամբ են գնում, բայց ամենակարևորներից մեր հիմնականը բացման արարողության ժամանակ հենց ցուցադրվեց տաղանդավոր հայ նկարիչ Գաբրիել Մանուկյանի աշխատանքները Գափոյի եւ ունեցանք 2 օրերի ընթացքում ունեցանք մոտ 1000-ից ավել հյուրեր այստեղ էր համայնքի գրեթե բոլորը այստեղ են մշակույթի գործիչները, դերասանները, գրողները եւ շատ ուղղակի հիանալի անցավ այդ ցուցադրությունը քանի որ սպասված ցուցադրություն էր Գաբրիել Մանուկյանը վերջի 6 տարիների ընթացքում ընդհանրապես աշխատանքների ցուցադրություն չուներ եւ այդ օրերի ընթացքում մոտ 67 աշխատանք ցուցադրվեց եւ իհարկե պետք է նշեմ անցյալ տարի ունեցած մեր մայստրոյի Շարոն Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկոն ունեցանք շատ լավ էլի ցուցադրություն Ալեքսանդր Բաղրամյան նկարիչը ներկայացրեց շանսոնիեի պորտրետները եւ շատ աշխատանքներ այդ օրը գնվեցին նաեւ այդ երեկոյի ընթացքում նաեւ անցյալ տարի սեպտեմբերի 21-ին ունեցանք Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված ձեռնարկ եւ ազգային համերգ տեղի ունեցավ շատ մասնակիցներ էին անգամ հրավիրել էինք Արիզոնայից երգիչ Դանիել Դեյկերին, որը Ադանան կատարեց մեզ մոտ հիանալի անցավ։ Հիմնականում այս ձեռնարկներն էին ավելի հատկանշանական։ Իսկ ինչպես կգնահատեք առհասարակ տեղի հայ համայնքի ներգրավվածությունը կենտրոնի նախաձեռնած միջոցառումներում եւ արդյոք երիտասարդները, այստեղի բնակվող հայ երիտասարդները հետաքրքրված են։ Դա անկեղծ ասած հարցերի հարցն է հիմնական եւ ասեմ ձեզ, որ բոլորդ երևի գիտեք, որ Գլենդել եւ Բրբան քաղաքներում շատ մշակութային կենտրոններ կան, ստուդիաներ եւ տարբեր կազմակերպություններ, որը չի կարելի ասել Լոս Անջելեսի արևմտյան հատվածի վերաբերյալ, որը որ այստեղ է եւ մենք իրոք նպատակադրված ենք ստեղծել այսպիսի կենտրոն այստեղ Woodland Hills կանոգա քաղաքներում, որտեղ այստեղ նույնպես ունենք շատ հայ բնակչություն, ավելի քան 10,000 ընտանիքներ կան, որոնք բնակվում են Լոս Անջելեսի արևմտյան հատվածում եւ դեռ սա երկար ու ձիգ տարիների աշխատանք է, կրտնաջան աշխատանքի արդյունք է կարելի ասել մեր երազանքը այդ առումով իրականացավ եւ սկսեցինք նախագծային աշխատանքները, հետո շինարարական, սա այս ամբողջը տևեց գրեթե 6-7 տարիներ եւ Փառք Աստծո այսօր արդեն ունենք մեր տունը, մեր տեղը, որտեղ անցկացնում ենք այս ամենը եւ կրթական համակարգով եւ իհարկե հիմնականում պատկերասրահի ցուցադրությունների։ Ապագայում ինչ ծրագրեր կան, մի քիչ խոսենք դրանցից։ Գիտեք ինչ, ես ինքս անձամբ շատ եմ կարևորում նման կենտրոնների առկայությունը ամենուր։
եւ հայաշատ Գլենդել Բրբան քաղաքներում եւ այստեղ եւ ամենուր եւ միշտ կոչ եմ արել, որպեսզի նման ստեղծագործական միությունները միասնաբար աշխատեն, ինչ որ ծրագիր լինի, որպեսզի կարողանանք այստեղ ծնված մեր հայ երեխաներին ճիշտ ուղղորդել կրթության եւ կողմնորոշման իմաստով։ Եվ անկեղծ ասած պետք է Եվ ինքնության գիտակցման։ Այ ամենակարևոր հենց հարցերի հարցն է եւ ինքս գտնում եմ, որ մենք բոլորս միասին պարզապես պետք է բաց սպարենք մեր երեխաներին բացասական ազդեցություններից եւ իհարկե այդ դատարկությունը այդ բացը լցնենք մեր ավանդական ազգային արժեքներով։ Եվ իհարկե պետք է մենք բոլորս միասին այստեղ կերտենք մեր երեխաների ապագան։ Անել ամեն ինչ, որպեսզի պահպանենք այդ կապը մեր երկրի հետ եւ իհարկե պահպանենք այդ արժեքավոր արմատները, որից սնվում են բոլորը։ Պարոն Գեղամյան, շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալեցիք եւ այս հարցերին պատասխանեցիք եւ նաեւ շնորհակալ եմ ձեր կատարած ահռելի ծավալի աշխատանքի համար, ձեր գործունեության համար, հայապահպան գործունեության համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Համեցեք, բարբերաբար եղեք մեզ մոտ, եղեք մեր հյուրը եւ մասնակցեք մեր բոլոր ձեռնարկներին։ Շնորհակալություն։ Նմանապես։